Սա մեր դպրոցն է։ Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23-ը։ Եթե նկատեցիք, այստեղ շինարարական եռուզեռ է։ Այն հիմնանորոգվում է։ Բայց դա չխանգարեց մեզ ոգևորությամբ մասնակցելու աշխարհացույց կրթական հարթակի նախաձեռնած սմարտ էկրաններ աշխարհացույցի դպրոցներին հանրապետական մեգանախագծային մրցույթին։ Երբ մեր ուսուցիչները տեղեկացրին, որ պետք է քարտեզագրենք Գալուստ Գյուլբենկյանի անցած ճանապարհը, նրա անունը ոչինչ չէր հուշում, ու մենք անգամ ազգանունն էինք դժվար արտաբերում։ Մեր հիմնանորոգվող դպրոցում էքստրեմալ պայմաններում զանազան աղբյուրներից հավաքեցինք անհրաժեշտ տեղեկություններ, օգտվեցինք գրքերից, ամսագրերից, համացանցից, դիմեցինք արհեստական բանականությանը, այցելեցինք Լոռու մարզային գրադարան և մեր ստեղծած խաղի փազլների նման մեկ-մեկ դասակարգեցինք ձեռք բերած տեղեկությունները։ Ամենատպավորիչը Գյուլբենկյան հիմնադրամի փոխտնօրեն Շողեր Մարկոսյանի հետ առցանց հանդիպումն էր։ Նա մեծ սիրով մեզ միացավ Լիսաբոնից, ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Հիմա արդեն ոչ միայն գիտենք, թե ով է Գալուստ Գյուլբենկյանը, այլև բացահայտեցինք նրան որպես մեր ժողովրդի նվիրյալ զավակ, որը բացառապես իր ճկուն, հանճարեղ մտքի շնորհիվ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը և երբեք չմոռացավ իր ազգային պատկանելությունն ու պարտավորությունը սեփական ժողովրդի առջև։ Մեր հետազոտությունների արդյունքում ձեռք բերած տեղեկատվությունը սկսեցինք, այսպես ասած, փինավորել, տեղադրել ճիշտ հասցեներում ու կամաց-կամաց պատկերը դարձավ ավելի պարզ ու հասկանալի, ինչպես մեր խաղ փազլը, որի հարցերին ճիշտ պատասխանելով ստացանք Գալուստ Գյուլբենկյանի դիմանկարը։ Առաջին քայլը նախագծային թեմայի ծավալությունն էր, նպատակների սահմանումն ու խնդիրների առանձնացումը։ Նախագծային աշխատանքի համար մենք սահմանեցինք հետևյալ նպատակները. ճանաչել մարդկության պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցող անհատի, մեր դեպքում հայ նավթային մագնատ, մեծահարուստ բարերար Գալուստ Գյուլբենկյանի կյանքն ու գործունեությունը, արժևորել նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության կայացման գործընթացների վրա, արժևորել նրա ներդրումն ու բարեգործության ազդեցությունը մշակույթի, գիտության, տնտեսության զարգացման վրա, համաշխարհային, համամարտկային տեսանկյունից, զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու հմտություններ։ Մենք խնդիր դրեցինք մեր հասակակիցներին ճանաչելի դարձնել այն մարդուն, որին աշխարհն է ճանաչում։ Մեր ուսուցիչների աջակցությամբ մենք առանձնացրինք համացանցի անագիտարանի ամսագրերի, թերթերի և գեղարվեստական գրականության տեղեկատվությունը։ Գյուլբենկյանի կյանքը բաժանեցինք փուլերի և ըստ դրա հավաքեցինք անհրաժեշտ տեղեկատվություն։ Այդ նպատակով մենք այցելեցինք Լոռու մարզային գրադարան և մեր ուսուցիչների նկարաշարքին կարողացանք կապ հաստատել Լիսաբոնում։ Հաջորդ փուլում մեր հավաքած տեղեկատվությունը, այդ թվում նաև թեմային առնչվող տեղեկատվությունը խմբագրեցինք ողջ տարբերակով։ Հետո սկսեցինք քարտեզագրման աշխատանքներ, ստեղծագիրներ և ցուցադրություններ։ Ստեղծեցինք խաղ բաղկացած 20 փազլներից, որոնք ճիշտ հավաքելով ստացանք Գալուստ Գյուլբենկյանի դիմանկարը։ Բանականության միջոցով խոսեցինք Գալուստ Գյուլբենկյանի մասին և նրա պատգամներն ուղղեցինք հայ պատանիներին։ Այդ հարստությունն ու դիրքը, որոնց հասել եմ բացառապես իմ մտքի ու լեզվի ճկունության շնորհիվ, երբեք ինքնանպատակ չեն եղել ու չեն ծառայել միայն իմ բարեկեցությանը։ Ես մի քանի օրով վերածվեցի Գյուլբենկյանի քարտեզի վրա սահմանեցի կանոնները։ Եվ իհարկե նկարահանեցինք այս տեսահոլովակով։ Իհարկե շատ լավ կլինի, եթե մեր ջանքերի շնորհիվ մեր իսկ կրթական միջավայրը հարստացնենք ժամանակակից սմարտ էկրանով, ինչը ել ավելի հետաքրքիր ու մոտիվացնող կդարձնի մեր ուսումնառությունը։ Բայց ավելի կարևոր է այն փորձառությունը, որ մենք ձեռք բերեցինք այս ամիսների ընթացքում։ Մենք բացահայտեցինք մեր ներքին հնարավորությունները, զարգացրինք թիմային աշխատանքի հմտություններ և ժամանակակից աշխարհում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողունակություններ։